Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ շնորհակալություն, որ միանում եք իմ YouTube-յան էջին եւ մեծ շնորհակալություն, որ գրանցվում եք այս էջում, ձեր դա ստացվում է, որ կոնտենտը ձեզ հետաքրքիր է եւ շատ ավելի շնորհակալ կլինեմ, եթե տարածում եք եթերները, հատկապես գոնե առնվազն այն եթերները, որոնք որ ձեզ հետաքրքրել են։ Դա արդեն պարտադիր պայման չէ, դա ցանկալի պայման է։ Շնորհակալ եմ բոլորիդ Այն մարդկանց, ովքեր դեռ երկար տարիներ արդեն մի քանի տարի հետևում են ինձ եւ իրենց համար դա նույնպես դառնում է որոշակի վերլուծությունների համար, թեկուզ առօրյա հարցերի շրջանակներում, թեկուզ քաղաքական հարցերի շրջանակներում դառնում է նյութ, վերլուծությունների համար։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Եվ առաջարկում եմ մեզ նոր միացողներին, պարզապես սխմեք զանգակի վրա եւ գրանցվեք։ Դե ինչ, երևի ընդհանուր պատկերը տեսակ, սիրելիներս, բանով Գլխավոր նկարը սրա մասին է, այն վայ հայրենասիրություն գոռացողների, բոլոր նրանց մասին է, ովքեր որ այսօր հանկարծ որոշել են զարթնել եւ իրենց սատարումը հայտնել այս կամ այն քաղաքական գործարանը, իհարկե այդ մասով ազատ են եւ այդ ազատության երաշխավորը այդ ես եմ ձեզ հետ, մենք ժողովրդով, որովհետեւ դա մեր պահանջն է, ինչքան էլ որոշ դրվագներ մեզ դուր չգան, բայց այս ազատությունը ունի իր դրական կողմերը, այո, բոլորը ցույց են տալիս իրենց իրական պատկերը եւ ընդհանուր առմամբ նաեւ ցույց են տալիս, թե ինչ են բերել մեր գլխին իրենց կեղծ հայրենասիրական թեզերով հանդերձ, իրենց արժեզրկող քրիստոնեական եւ բարոյական նորմերով հանդերձ, Բայց ասեմ, որ միայն սա չենք քննարկելու ենք մի քանի 2-3 թեմաներ երևի, ես շատ չեմ զզվացնից ես, այնքան կձայնագրենք, որ կա որ հետաքրքրություն կառաջացնի դա, այնպես որ ամենասկզբից խնդրում եմ կիսել եւ տարածել, իսկ մեզ միացող քաղաքացիներին կասեմ հետեւյալը, փորձեք հարգել բոլորի կարծիքները, կարող եք չընդունել, բայց փորձեք հարգել եւ այստեղ հայոյախոսությամբ չզբաղվել։ Ասելիքները պարտադիր չի հայոյանքով ներկայացնեք, հատկապես եթե դրան պատասխան եք ակնկալում։ Ինչ ասա Սա անձնագրի կազմ է։ Ինքն ընդհանուր առմամբ սրա ես մի ժամանակ ցույց տվել եմ, բայց կարծում եմ նորից սա ցույց տալու կարիք կա, առավել եւս որ մարդիկ կան, որ նոր են հասկացել, որ Ղարաբաղը հայրենիք էր, որ պետք էր զինվել, պետք էր պայքարել եւ պետք է ամեն ինչ արվեր, որպեսզի չպարտվեինք, պետք էր բանակցային գործընթացներում փորձել որ պատշաճի ներկայանալ, պահպանել անկախություն ինքնիշխանությունը եւ առավել եւս նրանց համար հեսա ովքեր սիրում են դրոշներ վառել, չգիտեմ ինչի մի խոսքով փոխվում երևալ որ իրանք դեմք են։ Մենք էլ այդպես հայ չենք։ Ուրեմն շատ չձանձրացնեմ ձեզ, տեսեք։ Խոսքը վեստերն համակարգի մասին է, քանի տարի առաջ է սա եղել։ Մոտավորապես մի 15-20 տարի առաջ երևի, հա։ Հիշեցնեմ որ 15-20 տարի առաջ Եռաբլուրը կար, 20 տարի առաջ Թուրքը դեռ մեր թշնամին էր, նույնպես մեր թշնամին էր, բայց արի ուտես, որ այդ համընդհանուր աշխատանքը, որ դա այդպես է, լրատվականների կողմից չէր կատարվում եւ վայնասուն կապողներ չկային, երբ բանկերում վեստերն փոխանցում իրականացնող բանկերը իրենց մոտ շահումի նման, եթե դուք իրենց հիմնական հաճախորդն եք, կարող եք ստանալ այսպիսի նվեր, որը կարող եք օգտագործել որպես անձնագրի կազմ, այսինքն նստել են մի քանի մարքետոլոգներ, ասել են ինչ բոնուսային բան ներկայացնենք մեր հաճախորդներին ու այս առաջարկն է եղել։ Ինչն է այստեղ հետաքրքիր է այն հատվածը, որ այստեղ գրված է Թուրքիա։ Խնդրեմ, տեսնում եք երևի։ Այսինքն հայ մարդը կարող էր, եթե իսկ այդ ժամանակ շատերը չէին տա 1000 դրամ ու անձնագրի կազմ գնային, ով անձնագրի կազմ վերցնել եւ իրենց անձնագիրը դնել մի բանի մեջ, մեր բանկերը դա առաջարկում են, որի վրա որ գրված է Թուրքիա։ Հետևի կողմում ավելի սարսափելի է իրավիճակը, թե թուրքերեն, թե ռուսերեն լեզուներով, մի խոսքով գրված է առաջարկները եւ ոչ մի հայերեն տառ այստեղ չեք կարող գտնել։ Իմիջայլոց հիշեցնեմ, որ սա Քոչարյան Ռոբերտի ժամանակներն էին։ Երևի սրանով ահագին բան ասված է։ Այո, ոչ մի ռոպագանդա կապված հայկականության, հայրենասիրության հետ գոյություն չուներ եւ ճիշտ հակառակ։ Սա ժողովուրդ ջան պետք է ասեմ, որ թաքնված գովազդ է, սա 25-րդ կադրն է մեր իրականության։ Ես մի քանի անգամ բացատրել եմ ինչա նշանակում 25-րդ կադր այն քաղաքացիներին, ովքեր որ հեռուստային ու կինոյի հետ կապ չունեն, որպեսզի հասկանան։ Ես կարող եմ հիմա նույնպես մի 2 րոպե եթե համբերություն ունեք, հատկացնեմ դրա համար, հա։ Տեսեք։ Կինոն
հետևյալ կերպ է աշխատում եւ թվայնացումը շատ չի ազդել դրա վրա, այ պլյոնկեքը տեսած կլինեք շատերեր, պետք է ասեմ, որ պլյոնկայով նկարած կինոները մինչեւ հիմա էլ շատ համարվում են ամենավորակողները, այդ բանը որ պատտվում ու ֆիլմեր մեզ ցույց տալիս, բառաբանը, հա, նա մի վայրկյանում բաց էր թողնում 24 կադր։ Հիմա նույն այս թվայնացման process-ում նույն տեմպն է, ուրիշ ինչ-որ փոփոխություն չի եղել ու չի կարող լինել, որովհետև մեր տեսողական հիշողությունը, որը սիգնալ է տալիս մեր ուղեղին, այսինքն շարժվող բանը, որպեսզի մենք համաչափ տեսնենք, դա այդ մի վայրկյանում պիտի 24 կադր անցնի, որպեսզի մենք տեսնենք այնպես, ինչպես իրականում ենք տեսնում։ Ասեմ, որ շատերը տեսած կլինեք հին ֆիլմեր, որտեղ որ ոնց որ թռվռալով մարդիկ քայլեն, չէ՞, որ արագացրած ոնց որ լինի։ Դա հատուկ արագացրած չի, պարզապես այդ ժամանակ մեկ վայրկյանում 16 կադրեր անցնում, այսինքն որքան քիչ են կադրերը անցնում, այնքան տեմպը արագ է երևում, որքան շատ են անցնում մի վայրկյանում, այնքան դանդաղացրած։ Այսինքն եթե պլյոնկայով մենք ուզում ենք դիտել դանդաղացրած կադրեր, ապա պետք է մեկ վայրկյանում ավելի քիչ, ավելի շատ բան անցած լիներ այդ կուբիկները, հա, արագացրած։ Ասենք, եթե ուզում ենք տեսնել ոնց է մի վարդը 2-3 վայրկյանում օրինակ բացվում, ցած տալիս ու բացվում, օրինակի համար ասեմ, որ հասկանալի, ապա մենք կարող ենք դնել կամերան, բանը ռեգուլիրովկեն տալ, որ չգիտեմ, ժամը մի կադր անցնի եւ 24 ժամում անցած 24 կադրը մեզ ցույց է տալու մի վայրկյանում, հասկանում։ Իսկ ինչ նշանակում է պարագայում 25-րդ կադրը, դա թաքնված գովազդն է, որը մենք չենք հասցնելու տեսնել, երբեք չենք տեսնում։ Օրինակ, եթե դուք գնաք կինո նայելու, շատ հանգիստ կարող են ձեր ուղեղի վրա ազդել, ասենք օրինակ, այդպիսի փորձեր կա, հա, կինոյում դրել են կարմիր եւ կապույտ ամաններով պոպկորն, 25-րդ կադրը միացրել են օրինակ կարմիր ամանի վրա, տարայի վրա, մարդիկ դա չեն տեսել, ամեն 25-րդ կադրը կարմիր տարայով պոպկորն է ցույց տվել, բայց մարդիկ դա չեն կարող, պարզապես անհնար է հասցնել ֆիքսելը դա, չեն տեսել, բայց փորձը ցույց է տվել, որ 99%-ը եկել եւ կարմիր տարայով պոպկորն են գնել։ Այսինքն այդ 25-րդ կադրը թաքնված գովազդն է եղել, որը ազդել է մեր գիտակցության վրա։ Կան նաեւ թաքնված այլ գովազդներ placement-ի տեսքով, ասենք օրինակ ֆիլմում կարող է այն ժամանակ օրինակ Marlboro-ի ծխախոտի ռեկլամ անել, մեկ էլ ֆիլմի հերոսը ասած բացեր Marlboro-ի պաչկեն աներ ծխեր ֆիլմի մեջ առանց ասելու գնեք սա եւ այլն, հա, եւ մարդկանց դա գրավել իրենք ուզեն նմանում, սա գովազդներն են, որոնք որ ուղիղ չեն եւ դրա համար չեն վճարել։ Սա նմանատիպ բաները եղել են այդ թաքնված գովազդները բոլոր դեպքերում, բոլոր իրավիճակներում եւ ոչ միայն սրա նմանները։ Թաքնված հակագովազդներ նույնպես գոյություն ունեն, որոնք որ մեր տունը քանդել են։ Այսինքն նորմալ է համարվել խոսակցությունները, որ լավ դե մարդը կարա լինի, ասենք հայրենիքի համար կյանք չի խնայել, ոչինչ որ ինքը հիմա մի փոքր թալանում է։ Սրանք նույնպես այդ ժանրից են նմանատիպ խոսակցություններ տարածել։ Կամ նույն Թուրքիայի դրոշ վառելը այսօրվա դրությամբ բոլորով ցույց են տալիս, բայց սրան մասին որևիցե մեկը չի խոսել։ Կրկնում եմ, սա դրամական փոխանցումներ վեստերն համակարգի մասին է, տեսեք որ թվից, մնացած երբ բոլոր ողջ հայ ժողովուրդը ապրում էր դրսից իրենց բարեկամի հարազատի կամ ընկերոջ ուղարկած փողով, հա, ասենք ամիսը $100, $200 ուղարկում են, մարդիկ են ստանալու եւ սա կողքի հետ դրված է եղել եւ նորմալ է եղել, որ այստեղ գրված է Թուրքիա։ Հիմա հանկարծ բոլորը դարձել են հակաթուրքեր։ Ես կրկնում եմ, այդ ժամանակ երրաբլուրը կար։ Իհարկե 44-օրյա պատերազմը դեռ չէր եղել, քառօրյան էլ չէր եղել, բայց երրաբլուրը կար։ Բահարգեիք։ Իմիջիայլոց այս կոնտեքստում ուզում եմ շնորհակալություն հայտնել, ինչքան էլ որ ձեզ զարմանալի կթվա, շնորհակալություն հայտնել Ազատությանը, ով չգիտի Ազատություն ռադիոկայանը, ով չգիտեմ դիտմամբ թե պատահմամբ մի տեսանյութ էր այսօր հրապարակել։ Հիմա գտնեմ ու ձեզ ցույց տամ։ Մի տեսանյութ էր հրապարակել, որը հիանալի խոսում է այն ամեն ինչի մասին, ինչ որ ես անընդհատ ասել եմ, որ օրինակ այսօր արցախցիները շատ են դժգոհում, ունեն դժգոհություններ, էթնիկ զտման են ենթարկվել, պահանջներ ունեն։ Ես ձեզ հավատացնում եւ հավաստիացնում եմ, սիրելի արցախցիներ, իմ քույրեր ու եղբայրներ, որ ձեր պահանջատիրության զգացումը, այդ լեզվամտածողությունը, այդ ընկալումը, որ դուք կարող եք պահանջ ներկայացնել, դա նրանից է, որ այսօրվա իշխանություններն են իշխանություն եւ ժողովրդավար են նրանք եւ ունեն պատասխանատվության զգացում։ Այլ պարագայում, որևիցե մեկի պարագայում դուք չէիք կարող պահանջատիրություն ներկայացնել, չգիտեմ, խնդիրները ձեր ներկայացնել մյուս, չէիք, դա բացառված է։ Ու դրանք, այս ինչ որ ասում եմ, դա ոչ թե կարծիք է, այլ իրականությունից վերցրած հանգամանքներ ու փաստեր, որովհետեւ մինչեւ ձեր էթնիկ զտման ենթարկվել է ցավոք սրտի Հայաստանն արդեն 30 տարուց ավել ուներ փախստականներ
փախստականներ Կիրովաբադից, փախստականներ Բաքվից եւ այլ վայրերից Ադրբեջանի, ինչու ոչ նաեւ Արցախից որոշակի, ովքեր որ հիմնականում որոնց որ բնակության հաստատեցին Մասիսի տարածքում, համայնքի մի քանի տարածքներում եւ այդ մարդիկ երբեք չունեցան բնակարան։ Նրանք ովքեր հասցրել էին փոխանակում անել, գտնել ադրբեջանցի, ով Երևանում ապրում եւ իրենց այնտեղի տունը նրանց հետ փոխանակել, սրանք շահեցին։ Ովքեր որ ոչ, մինչեւ այսօր նրանք համարվում են նպաստառուներ, նրանք համարվում են փախստականներ։ Ասեմ որ աշխարհում նման նորմ տերմին գոյություն չունի։ Աշխարհի շատ երկրներ ընդունում են փախստականներ եւ նրանք հումանիտար այդ առաքելությանը կցված երկրներ են, որտեղ որ մարդը կարող գնա փախստական հանձնվի, հատկապես Արևմտյան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Եվ փախստական, երբ որ հանձնվում են, որոշ ժամանակ լավ, երբ որ ստանում են սոցիալ, ստանում են, չգիտեմ, գումարներ, թոշակի տեսքով, ստանում են որոշ բարեգործական ծրագրերի մեջ են ներգրաված լինում, բայց երբ որ ստանում են արդեն ստատուս կամ ստանում են անձնագիր, այդ պայից սկսած, այլևս ոչ ոք պատասխանատու չէ նրանց կենցաղային խնդիրների համար։ Նրանք համարվում են լիարժեք քաղաքացիներ, ովքեր որ պիտի իրենք իրենց հարցերը լուծեն։ Հայաստանում 30 տարուց ավել այս մարդիկ մնացին փախստականի կարգավիճակում, անգամ երբ որ անձնագիր ստացան։ Եվ գիտեք, նրանք այո քվեարկությունների համար մատերիալ էին։ Նրանք կարծում էին, որ իրենց համայնքի ղեկավարից են ուղիղ կախվածության մեջ գտնվում, որ հանկարծ իրենց հետ վատ բան կլինի ու նրանց ձայները օգտագործվում էին որոշ սրիկաների վերարտադրության համար։ Դա եղել է մեր իրականությունը, ու այդ ամենը ֆիքսած նույնպես ունենք։ Հատկապես ես վստահ եմ ֆիքսած ունեմ, այս վերջերս մի 3-4 տարի առաջ կամ 5 տարի առաջ, երբ այցելել էի մոտակա գյուղեր ու հենց ֆիքսում էի այդ մարդկանց, ովքեր որ մինչև այսօր գնում էին 1 կիլո բրինձ ու 1 լիտր ձեթ ստանալու, եւ իրենք պաշտպանում էին իրենց համայնքի ղեկավարին, պաշտպանում էին այդ իրականությունը։ Դա իրենց գործն է, բայց իրենք կախվածություն ունեն դրանից արդեն, որովհետև 30 տարի են այդ վիճակում եղել։ Դուք եկել եք մեր համար շատ ծանր իրավիճակում, մենք կառավարությունը չէ, կառավարությունը ինչ միջոցներ է ձեզ տրամադրում, մեր միջոցներն է տրամադրում։ Մենք դեմ չենք եղել երբեք, որ ձեզ տրամադրվեն ամենատարբեր միջոցներ, բայց նաև մենք հասկանում ենք, թե ինչ բարդ դրությունների միջով ենք անցնում մեր իրավիճակը, որոնց մենք ինչ ենք առհասարակ տեսել եւ ինչ չէ։ Ձեզանից շատերը առաջին անգամ էին տեսնում ու իմանում, որ մեզ մոտ դպրոցներում ուսուցիչները օրինակ շատ ավելի ցածր են վարձատրվում, քան Արցախում են վարձատրվել ելի մեր գումարներով։ Եվ մենք դեմ չենք եղել։ Կամ զինվորականները շատ ավելի ցածր են վարձատրվում, քան Արցախում են վարձատրվել։ Եվ մենք ելի դեմ չենք եղել, որովհետև մեր գաղափարախոսությունը եղել է հետևյալը. պետք է մարդիկ ապրեն ռազմավարական կարևորագույն տարածքներում, որովհետև առանց մարդկանց ապրելու այդ տարածքները զրո արժեք ունեն ու շատ հեշտությամբ գրավվելու են մեր թշնամիների կողմից։ Եվ մենք այդ մասնաբաժինը սիրահոժար առանձնացրել ենք։ Բայց տեսեք, այսօր դուք հանգիստ ներկայացնում եք ձեր խնդիրները ու մարդիկ են լինում, որ վրդովում են։ Դուք կարող եք դրանից չնեղվել, որովհետև նրանց վրդովմունքը ոչ թե ձեր հանդեպ է, այլ դա ունի իր 30-ամյա բանը, պատմությունը, իր 30-ամյա անընդհատ իր վրա կաշվի վրա կար, ինչ որ մի օր անգամ տան հերը տեղի վրա ջղայնա, ասում գիտես ինչ, հերիք եղավ, բոլ եղավ, ես քեզ բայ մետ տեղից շարժվի, ինքնուրույն գլխից ճալը տես, բայց դա հերն է։ Մեկը մի բան մատը փուշ մտավ իր ատեղի առաջին ինքն է։ Այ այս ձևով այդ բացությունը խնդրում չունեմ։ Եվ հիմա ես ուզում եմ ազատության այս ռեպորտաժը ձեզ ցույց տալ։ Ապրելու տեղ չի։ Հայրանուշ Գրիգորյանը 88-ին փախել է Ադրբեջանից, եկել է Վանաձոր տուն ստանալու խոստումներով, որ լսում է արդեն 37 տարի։ Ծանոթը մտվելին, որ 15-րդ հերթների չկար։ Ապրում է անբարեկարգ տնակում, տղայի, հարսի ու 2 մանկահասակ թոռների հետ։ Տանիքը ծակ է, պատերը խոնավ, հատակը փտած, անպիտան ապրելու համար։ Հլանդենայի թալասներ են բթել անկյունից, նայի թալասներ են բթել կախկախալել նորից դուրս եկել արանքներից։ Անդենայի։ Կասկած ունի, իր հասանելիք բնակարանը վաճառել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանի օրոք։ Այս հասանելիք ինձ տված են էր, Դարփինյանի օրոք տակով են արել։ Փորձել է լուծել հարցը, ինքն էլ առաջարկ ուներ լավության տակ չի մնա, բայց առաջարկածը հավանաբար պաշտոնյայի սրտով չի եղել։ Ես էլ իրան ուրխացա, ասի ուրիշ բան չունեմ, նաստիկը գործել ծերովս հետ ակալի, նվեր կտամ քեզ մնաք տունալի, ուրխացել էի, ցուցակը բացրուց ասա 15-րդ հերթն ես, հետո էլ տակով արեցին, ոչ տվին, ոչ են։ Հայրանուշն ու Վանաձորի ավելի քան 500 ընտանիքներ տնակային ավաններում են բնակվում։ Այս թիվը դեռ 6 տարի առաջ վարչապետի որոշմամբ ձևավորված հատուկ հանձնաժողովն է արձանագրել։ Մինչդեռ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը վերջերս կառավարությունում գրեթե կիսով չափ պակաս 300 տնակում բնակվողների մասին հայտարարեց։ Ավելին, ասաց պետությունը նրանց նկատմամբ որևէ պարտավորություն չունի։ Եթե հարցին ուղիղ պատասխանեմ, մենք այս պահին տնակում բնակվող ընտանիք չունենք, որի հանդեպ պետությունը ունի պարտավորություն, բայց ունենք տնակում բնակվող ընտանիքներ, մասնավորապես Վանաձորում, դրանք շուրջ 300 են։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը, ով տարիներ շարունակ աղետի գոտու հանձնաժողովներում է եղել, այլ կարծիք ունի։ Ամբողջը դրված է քաղաքական կամքի վրա։ Այս ընտանիքների մեծ մասը 88-ի երկրաշարժից հետո Վանաձոր տեղափոխված գործարանային Ուրեմն ասեմ երկրորդ հատվածը ինչի մասին է, եղել են այնտեղ մարդիկ, ովքեր որ ստացել են նաև պետությունից տուն, հետո տունը չեն կարողացել տիրություն անեն, այսինքն ժամանակին եթե ձեռներից խլվել է, դատարան չեն դիմել, ոչ մի բան չեն արել, կամ ծախել են դա կամ փոխանակել են մի խոսքով, իրենց խելքով իրանք չեն կարողացել տնօրինել դա։ Սա հարցի մի կողմն է, ես չեմ արդարացնի ոչ մի բան, բայց տնենք մի կողմ։ Հարցի առաջին հատվածը հետևյալն է, 37 տարի տեսակ ինչ պայմաններում են ապրել։ Դուք երկրորդ տարին է, որ այստեղ եք, ու եկեք մի հատ հաշվենք ինչքան գումար է նստել պետության։ Ես գիտեք ինչ, ես որ ասում եմ դուք, չկարծեք փորձում եմ առանձնացնել, դուք Հայաստանի ձեր մայր հայրենիքում եք։ Մայր հայրենիքում։ Խոսքը իհարկե ձեր բնակավայրերում չեք եւ Արցախի տարածքում չեք, բայց դուք որպես հայեր եւ առհասարակ Հայաստանի Հանրապետություն աշխարհի բոլոր հայերի տունն է, ու լավ կլինի որ դրանք խնամքով վերաբերվեն որոշ հայեր, հա։ Ձեզանից շատերը ձեզ համար բացված է քաղաքացիություն ստանալու հնարավորությունները, որի արդյունքում կարող եք որոշակի մի բանի տեր կանգնել։ Դա կփոխարինի Ստեփանակերտում ունեցած ձեր, չգիտեմ, եթե լավ եք ապրել, լավ տնի, չէ, բայց դա է։ Ու այս ամեն ինչը ոչ թե մենակ ձեր քթերից է գալիս, բոլորիս քթերից է գալի։ Մեկը իմ, որովհետև մենք 30 տարի կորցրել ենք ամեն ինչի վրա, բացի թողի ապրել ենք, իլայի ապրել ենք, կարծելով դե հեսա էսի, sense կլինի, այնպես կլինի, ամեն ինչ կգնի դեպ։ Դա այդպես չի լինում։ Ու լավ կլինի որ բոլորս մեր սերունդներին դաստիարակենք հետևյալ կերպ, որ իրենք են պետության տերը եւ անկախ նրանից ովքեր են իշխանությունները սիմպաթիչնի են, անտիպաթիա են առաջացնում, չգիտեմ, բայց իրենք են պետության տերը եւ իրենք են օրակարգեր թելադրողը եւ իրանք են ըստ ռազմավարական ծրագրերի ընտրություններ իրականացնողը եւ հետո այդ ծրագրերի հետևից գնացողն ու պահանջողը։ Ես գուցե շատ քաղաքացիների համար խորտ բաներ եմ ասում, բայց հավատացեք, դա այդպես է։ Եվ դա է պատճառը, որ ես մշտապես ասում եմ, ընտրեք ժողովրդավար ուժերի, ընտրեք ժողովրդավար ուժերի, մի նայեք ոչ մեկի սիրուն խոսքերին, մի նայեք ոչ մեկի հարազատ բարեկամ կամ հարևան լինելուն, ընտրեք ժողովրդավար, որովհետև այդ մեկը ձեր հարևանը կարող լինի, բայց ինքը պատկանում է մի ուժի կամ մի կուսակցության։ Դուք պիտի տվյալ կուսակցության կամ ուժի օրակարգը նայեք եւ համեմատականներ տանել, հա։ Օրինակ հիմա Բաղարշապատում ընտրությունների քարոզարշավներն են, որոնք շուտով ավարտին կմոտենան, բայց այնտեղ կա, ասենք թե, բան ներկայացուցիչ, ով անգամ չի գալիս հանրային բանավեճի, հասկանում եք, այսինքն դրանով թքած ունի ձեր մյուս հարևանների վրա, եթե ձեզ վրա չէ, ապա ձեր մյուս հարևանների վրա։ Սրանք անցյալ դարի բաներ են, որ մինչև հիմա մնում են, ու պետք է դրա առաջ ինչ-որ կերպ առնել։ Դրա առաջը չի առնում իշխանությունը, չի առնում իրավական համակարգը, դրա առաջ առնում է քաղաքացին իր գործունեությամբ, քաղաքացին իր պարտականությունները իրացնելիս, այսինքն գնում է ու ձայն տալու ժամանակ ասում է, գիտեք ինչ, մտքի մեջ, իսկ ես չեմ տա այն մարդուն ձայն, ով որոշել է, որ իմ ժողովրդի առաջ հաշվետու չի։ Իսկ չգալ դեբատի, դա հենց հաշվետվողականությունից խուսափելու միջոցն է։ Ճիշտ այնպես, ինչպես որ Քոչարյանը, Սերժը եւ Լևոնը Տեր-Պետրոսյան փախչում են ուղիղ բանավեճից Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմա շատերը կասեն, Նիկոլա կան, հիմա նրա, գիտեք, այդ ականներով խոսելու ժամանակ ես ձեզ կասեմ, ես ոչ մեկ ական եմ, ես հոպական եմ։ Եթե ինչ որ ականով պիտի խոսանք, ես հոպական եմ։ Ես ունեմ հասարակական կազմակերպություն, հանրային օրակարգի պաշտպանություն, համառոտ հոպ։ Եվ ես հոպական եմ, դա է իմ գաղափարախոսությունը։ Քաղաքական առումով ես կարող եմ սատարել ԿՊ-ին, կարող եմ սատարել Հանրապետություն կուսակցությանը, կարող եմ սատարել 1000 ու մի կուսակցությունների կամ կարող եմ չսատարել, կամ կարող եմ ինչ-որ բաներով համաձայն լինել, ինչ-որ բաներով համաձայն չլինել։ Բայց ես այն քաղաքացին եմ, որ ասել եմ, անգամ մարդը, երբ որ ասում է, ես օրինակ, հա, այս կողմից օրինակ բերեմ, որպեսզի ճիշտ ըմբռնեք։ Երբ որ մարդը ասում է, ես նիկոլական եմ, ինձ մոտ բաներ են խառնվում իրար, որովհետև երբ որ անձի անունով ես ականները դասավորում, դա դրանով դու ասում ես, որ գոյություն ունի կլան, որովհետև այդ ականը անձի անունով կլանի մասին, ասենք օրինակ կարելի է լինել Քոչարյանական, որովհետև Քոչարյանը դա կլան է, հա, կարելի է լինել Սերժական, որովհետև դա կլան է, բայց եթե ասում եք նիկոլական, խնդրում եմ ցույց տվեք այդ կլանի տեղը, կամ դուք դրանով ասում եք, որ դա նույնպես կլան է, ինչու՞ վատ է, այնպես որ շատ դեպքերում ուզում եք լավ բան անեք, բայց վատ բան եք անում։ Հասկացեք, դուք կարող եք սատարել այս կամ այն կամ կարող եք ունենալ ձեր սեփական ազգական գաղափարախոսությունը, բայց խնդրում ենք արտահայտությունների մեջ զգուշ փորձեք լինել։ Դրանք առաջացնում են մեր միջավայրում լեզվամտածողություն, որը շատ ավելի դժվար է լինում մաքրելը կամ քան մինչ այդ պարզապես չկեղտոտել այդ տարածքը, հա։ Հիմա ես մի փոքր էլ թույլ տվեք առաջ գնամ եւ մի երիտասարդ նախկին երիտասարդ տղայի անդրադառնամ, շատերդ նրան ճանաչում եք, խոսքը Նարեկ Մանթաշյանի մասին է,
Ասած դեմքով կարող է իմանալ։ Այնա Քոչարյանական էր։ Ինչի եմ հանկարծ որոշել նրան անդրադառնալ, ուրեմն այսօր վարչապետը ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ չեմ հիշում հարցի ի պատասխան անդրադառնալով կամ Քոչարյանին կամ Սերժին անուն չի հնչեցրել, չգիտեմ, խոսքի մեջ ասես մտ բոթասները թիշի։ Իհարկե բոլորս ենք հասկանում խոսքն ինչի մասին է, բայց հանկարծ դա շարժել է Քոչարյանական ներկայացուցիչների, այս պարագայում Նարեկ Մանտաշյանի ներաշխարը խառնել է իրար։ Ու ինչ է արել մարդը, փորձել է պատասխանել, ու դա իր իրավունքն է, բայց ես ուզում եմ մեկնաբանել այս դրվագը, որպեսզի մարդկանց հասկանալի լինի։ Տեղադրել է Նիկոլ Փաշինյանի, վայ, ներողություն, Նիկոլ Փաշինյանի նկարը, տեղադրել է Նիկոլ Փաշինյանի մյուս նկարը, որտեղ որ գնդակ է խաղում, բայց բոթասով, ու գրել է հետևյալը. առաջին նկարում պատիցդ կախը, իբր պատերը որ ներկած են եւ այլն, երկրորդում բոթասը, երրորդն էլ առաջի արքայա այդ չմո։ Ուրեմն Նարեկի Մանտաշյան, ասեմ, հետևյալ, ես հասկանում եմ, թե ինչ է ուզում ցուցադրի բոթասի հետ կապված, բոթաս հագնում ենք բոլորս, բոթաս հագնելու կամ կրելու կամ ունենալու մեջ վատ բան չկա։ Եվ բնավ, նախ այդ խոսքը ինչ որ ասեց Նիկոլ Փաշինյանը, դա բոլորիս ասելիքն է, եթե հարց ունես, արել սաղից մասին ասա, տենենք ինչ ասած։ Այո, եկել են թարգյաշ բոթասով դարել են միլիարդատեր։ Ու դրա հետ հարց ունենք մենք։ Իսկ բոթաս կրում ենք եւ կարել ենք բոլորս։ Ոմանք մի քիչ լավ, ոմանք մի քիչ թանկանոց, ոմանք մի քիչ էժանագին, կոնկրետ իմ բոթասները այն ժամանակները հատկապես այդքան էլ աշխի չեն ընկել իրենց թանկ արժեքով։ Բայց հարցը դա չի։ Հասկանում ես, հարցը հետեւյալում է։ Դու կարող ես ասել Նիկոլ Փաշինյանը միլիարդ հատ է դարել։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը այսօրվա դրույթով ինչ որ ունի իր աշխատավարձին համահունչ։ Բնական է, ես չեմ ասել օրինակ Քոչարյանը որ բոթասով էր եկել, պիտի բոթասով էլ հետո գնար, չգիտեմ, Պուտինի հետ հանդիպեր կամ Միացյալ Նահանգների ղեկավարության հետ հանդիպեր։ Ոչ։ Բայց չէր կարող նա միլիարդներ ունենալ։ Ինչ է մարդկանց մանիպուլյացիայով գցում ես ամեն ինչի։ Չես հասկացել Նարեկ ջան խոսքը ինչի մասին է։ Հա։ Բոթաս ասում ենք բոթաս։ Բոթաս ունենալը վատ բան չի։ Այսինքն ոչ թե խոսացել, կամ կարող է մարդ լինի, որ մի թայ այո, մեծ լինի, մյուս թայը փոքր։ Այդ մարդը ունեցածն էլ էդ է։ Դարձյալ մեկը ես կողմ չեմ որ մարդուն ծաղր են դրա համար։ Բայց երբ որ մարդը հետո դառնում է միլիարդատեր եւ իր ունեցվածքը կապ չի ունենում իր աշխատավարձի հետ, այստեղ խնդիր կա։ Ու լուրջ խնդիր կա։ Երբ որ մարդը օրինակ խոսում է հայրենասիրությունից, Արցախից, բայց իր թորները ծնվում են Միացյալ Նահանգներում շատ երեխաներ են ծնվում, այդ թվում շատ հայերի երեխաներ, աստված նրանց պահապան։ Բայց եթե մեկը խոսում է Արցախից, ինքը եղել է ղեկավար ու իր թորները ծնվում են Միացյալ Նահանգներում, այստեղ խնդիր կա։ Դուք տրամաբանությունը լուրջ չեք հասկանում, թե ձեր ուլերին եք բան համոզում։ Դա մեկ։ Երկրորդ, օրինակ ես որ տեսել եմ առաջին անգամ, սա եթե չեմ սխալվում, չեն սպասում հաղորդումն է, երբ որ այցելել էին Նիկոլ Փաշինյանի տուն։ Այո, հենց սա ապացույցն է։ Նրա որ դուք ասում եք այ փողով գրող աշխատող փողը կտային կգրեր, բան այդպես մարդու ձեր ասացի հակասումն է այստեղ, հասկանում եք, որովհետև եթե փողով աշխատող էր, էս ինչ տուն է։ Ես ինչ տուն է, ինչ ճաշակ չի ունեցել, տուն ունեն, բայց ստե մի հատ ուրիշ բանի վրա կա ուշադրություն։ Ես երբ որ առաջ անգամ ես հաղորդումը տեսել եմ, ինձ դուր է եկել, որովհետև առհասարակ ես չեմ սիրում, երբ որ երեխեքի վրա խոսում եմ, պատերին նկարելու համար։ Իհարկե կարելի է հուշել, որ դա մի քիչ այդքան էլ լավ բան չի, թանգանոստում, թանկ կտավ են նախընտրել, բայց այս իմաստով երեխային ազատ թողնելուն ես կողմնակից եմ, որպեսզի նա արտահայտի իր պատկերացում, իսկ երեխաները ինչ ասես կարող են անել։ Ինչ ասես կարող են նկարել ու ինչ ասեսի վրա իրենց պատկերացումը արտահայտել։ Դու ինչ որ խնդիր ունես Նարեկ ջան։ Ինչ է ինչի։ Ու կան ծնողներ, որոնք որ իրենց երեխայի պատին կամ սեղանին կամ ինչ որ անարմար տեղ գրած է, չեն մաքրում, չեն ջնջում, սիրում են թող մնա դեմի։ Հետո վաղը մյուսօր կմեծանեք, ասենք ես դու ես։ Օրինակ, էլ ասենք, չգիտեմ, այս տիպի բաներ կան։ Եվ հետո, երբ որ ասում ես առաջի արքայ այջում, նախ ես առաջի արքայան բացում է, հին աբեր, փոխի, զապիսը փոխի։ Նոր բան մտածեք, բայց խնդիրը հետեւյալում է։ Ես շատ լավ գիտեմ, դու Քոչարյանին ես պաշտպանում, Քոչարյանական ես։ Տես։ Օրինակ ես սատարում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ ոչ միայն։ Եվ այո, սատարում եմ Նիկոլ Փաշինյանի ընտրած ռազմավարությունն ու գործունեությունը։ Ես դրանից չեմ խուսափում եւ ասում եմ։ Եվ ինչ որ չափով իմ միջավայրում երբ որ դրա մասին խոսում ենք, հետո մի բան երբ որ ինչ չի, այդպես չի լինում։ Ինձ իմ միջավայրում հարցում են, չէ՞, բայց տեսար սենց եղավ եւ ես կրում եմ որոշակի պատասխանատվություն այդտեղ։ Որովհետեւ ես, այո, այս օրակարգերը ինչ որ սպասարկում եմ, դրանց սատարում եմ։
Դու սատարում ես Քոչարյան Ռոբերտին ապեր։ Ոչ մի վիրավորանք ոչ մի բան։ Դες զրուցում ենք, գուցե քեզ ցույց տանես վիդեո։ Դու սատարում ես Քոչարյան Ռոբերտին, հետեւաբար ունես դրա համար քո մեկնաբանությունները։ Արի այսպես պայմանավորվենք։ Մեկը ես բազմիցս ասել եմ Քոչարյանական, Սերժական կամ լավ, որպեսի բարերի վրա կեղտ բռնելու խնդիր չլինի, Քոչարյանին կամ Սերժին սատարող ցանկացած հանրային մարդ, եթե ինձ հրավիրի բանավեճի, ես պատրաստակամ եմ 100-ից 100%-ով, ընդամենը 1% թողեք զապաս, ինչի համար, ու մարդուց կարող դրամ չամփին բեռնեմ։ Հա, դա 1% է։ Մնացած պարագաներում պատրաստակամ եմ։ Գնալ եւ ներկայացնել այն, ինչը որ ես կարծում եմ, ու բանավիճ եմ։ Եթե դու Քոչարյանի սատարող մարդ ես, պատրաստակամ ես Քոչարյանի խոսույթը, նրա հարցազրույցները, նրա գործունեությունը ներկայացնելու, բանավիճել, պաշտպանել դա, ապա ես քեզ սիրով հրավիրում եմ համատեղ եթերի, այսպես հանրային տիրույթում, Facebook-յան կամ YouTube-յան, պայմանավորվենք միասին եթերանենք բանավիճենք։ Կարող ենք բանել, ռեգլամենտներ միասին ընտրել։ Այնպես որ հույս ունեմ, չես մերժի ես առաջարկը ու միասին հանրությանը կներկայացնենք երկու կողմերի, այլ կատեգորիկ հակառակ կողմերի մոտեցումները ու ով ինչու է այդպես կարծում կամ ինչի համար է այս ամեն ինչը։ Եթե պատրաստ ես, ապա դու շատ լավ գիտես, թե ինչպես կարող ես ինձ հետ կապվել, ամենակիչը Facebook-ում իմ հեռախոսահամարը կա, կարող ես մտնել, դիտել ու նայել, հա, ասենք ու զանգահարել։ Կարող ես, չգիտեմ, ամենակարևոր ձևերը կան դրա համար կապվելու։ Դու ինձ գիտես, իմ աշխատանքի տեղն էլ հայտնի, իմ գործունեության վայրերն են հայտնի, եթե ինձ գտնում են 70-80 տարեկան դուք միջև պապիկներն ու տատիկները, դու հաստատ կգտնես ու կգիտես, ես չեմ կասկածում քո հնարավորությունները։ Սա էսպես։ Այսինքն այս, հա, հիմա գանք ես մեր Թաթոյանին, մեր համով աղբեր, հա, ասում է երիտասարդներ, եկեք հանդիպումների, խոսենք սրանից, նրանից, օբյեկտիվ, բան, թույն ձևերով խոսենք, եւ առավել ցայտուն երիտասարդների խոսանում է մրցանակներ, նոթբուք է խաղարկվում այնտեղ, բան, iPad է խաղարկվում, չգիտեմ, կարգին լոտո է երեք, լուսաստեղ օղի ինձ չի թվում որ խաղարկվի, որովհետեւ այդ օղի ինչ չկա, ասենք լրիվ լոտո ծախող է դառել, հասկանում եք, եւ որ էս է խաղարկվում, եկեք հանդիպում, բա քո գաղափարական քաղաքական գործունեությունը որտեղ է, բուրթի, որտեղ գտնենք քեզ, ասենք երիտասարդներ եկեք ու եթե ձեզ լավ պայք, ասեք, ինչին եք սովորացնում դրանով երիտասարդներին։ Սիրելի երիտասարդներ, խնդրում եմ ինձ տեղյակ պայեք, եթե օրինակ ես կազմակերպեմ, ցանկություն հայտնեմ կազմակերպել հանդիպում ձեզ հետ, ձեզ կգրավի այն հանգամանքը, եթե ես առաջարկեմ, որ օրինակ այդ երկխոսության մեջ ամենացայտուն երիտասարդին կնվիրեմ հենց Թաթոյանին ախպեր։ Թաթոյանին կվերցնեմ, կտամ ձեզ, կարող եք դրա հետ վարվել, ասենք, հասկանում եք ինչի մաս, այսքան աբսուրդային է։ Այսքան աբսուրդային է։ Տեսեք քաղաքականությունը ինչ մակարդակի են իջացել, ինչ մակարդակի առևտրի։ Ինչ մակարդակի առևտրի։ Սա հենց ցույց է տալիս իրաց դեմքերը։ Ժողովուրդ ջան, անկեղծ ասած ես ցանկանում եմ այսօրվա եթերը ասես մի քիչ կարճ կապել, որովհետև չեմ ուզում այն միացնել մեկ այլ շատ կարևոր թեմայի։ Ես առաջարկում եմ հետևյալը։ Վաղը մենք միասին կփորձենք հատվածներ դիտել Նարեկ Կարապետյանի տված հարցազրույցից Կարլսոնին եւ միասին մեկնաբանել նրա ինչ լինելը, հրավիրում եմ նաեւ մեր ձևով շարժման այդ խարխի ձևով ավելի ճիշտ շարժման ներկայացուցիչներին նույնպես դիտել եթերը ու եթե ունեն հակադարձումներ ու քաղաքակիրթ ձևով ներկայացնեն, ես կպատասխանեմ դրանց, իսկ այդ եթերին զուգահեռ կամ կշարունակենք արդեն Արշակ Կարապետյանով, հանցագործ Արշակ Կարապետյանով, ով Ռուսաստանում նստած անընդհատ եթերներ անում, բայց պարզվում է սև լճում դիրքեր է ծախել, հայրենասիրություն է քարոզում ընդեղից ու մեր հասարակության մեջ շատ մարդիկ նրան շատ են տարածում, էլի տեսեք ինչ լավ սիրուն բաներ է խոսում, կամ երկուսը միասին կանենք կամ այն մյուսներ կթողնենք մյուս օրվան։ Չնայած որ հնարավոր է առաջի 1-2 օրը այլ տեսանյութեր նույնպես տեղադրեմ YouTube-ում, բացի երեկոյան եթերը։ Այնպես որ շնորհակալ եմ բոլորիդ ակտիվ լինելու համար, շնորհակալ եմ եթերը դիտելու եւ տարածելու համար։ Նորից եմ հիշեցնում, սա անձնագրի կազմ էր, որը որ մի 15-20 տարի առաջ առաջարկում էին հայաստանյան բանկերը, եթե դու Western Union այդ դրամական փոխանցումների հիմնական բաներ օգտվող էր, հաճախորդ էր եւ այս անձնագրի կազմի վրա կար Թուրքիա գրառումը, որի համար ոչ մեկին չէր վիրավորում եւ հետեւում էր կային թուրքերեն եւ ռուսերեն գրառումներ եւ ոչ մի բառ կամ տառ հայերեն։ Խնդրեմ, անգամ հեռախոսահամարն էլ է այստեղ պահպանվել։ Այ
Սրա մասին էր թեման։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բարի գիշեր եմ մաղթում, մինչ վաղը կամ կհանդիպենք, չնայած որ հնարավոր է կրկնում եմ ընթացքում սկսեմ նաև տեսանյութեր տեղադրել եւ ես ձեզ թույլ տվեք խնդրել եւս մեկ անգամ գրանցվել իմ կայքում YouTube-յան, որպեսզի ոչինչ բաց չթողնենք եւ որ թեման, որ ամեն օր մի թեման քննարկում ենք, որ թեման որպես գալ հետաքրքիր է, խնդրում հանկարծ չքաշվեք, չամաչեք, վերցրեք եւ կիսվեք, դրանով շատ օգնում եք ինձ եւ մեր հասարակական կազմակերպությանը այդ թվում։ Լավ մնացեք։ Բարի գիշեր ձեզ, ամեն ինչ շատ լավ է լինելու։